Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանն է, ողջույն պարոն Առաքելյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, պարոն Ոսկանյան, ես էլ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Առաքելյան, հայաստանյան հանրությունը եւ ոչ միայն շարունակում են քննարկել եկեղեցականների հարցերը, մասնավորապես ԱԱԾ-ի կողմից գաղտնազերծված լյուստրացիայի ենթարկված կաթողիկոսի եղբայր Եզրաս Ներսիսյանի վերաբերյալ, ըստ որի նա ԿԳԲ գործակալ է, հավաքագրվել էր 86-88 թվականներին, բայց նաեւ ԱԱԾ-ն նշում էր, որ նա շարունակում է կապեր պահպանել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետ եւ ԱԱԾ-ն նշում էր, որ հետևում է process-ին, որովհետև դա դիտարկում է Հայաստանի ազգային անվտանգության համատեքստում, հա։ Մեզանում այնպիսի հիմա տպավորություն է, որ քննարկումներին այսպես հետևում ես, կա քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների, նաեւ հանրային գործիչների մի խումբ, այդ թվում նաեւ բարձրաստիճան եկեղեցականների, ովքեր ասում են, բե հա, օրինակ ինչ կա զարմանալու, նորմալ է, մենք ընդհանուր պետություն էինք եւ բնականաբար համագործակցելը այդ ժամանակ ԿԳԲ-ի հետ եղել է բնականաբար մեր ընդհանուր պետության շահերից ելնելով ու այսպիսի մոտեցումներ են դրսևորում եւ տպավորություն է նաեւ որ մենք ինչ որ ԿԳԲ-շնիկների այսպես ասած հանրություն ենք, հա այստեղ ոչ մի այսպես ասած աննորմալ բան չկա Ծայրից լրիվ աննորմալ է, այն ինչ որ դուք նկարագրեցիք, այն մթնոլորտը, որ հիմա տիրում է, դա աննորմալ է, քանի որ խոսքը գնում է նրա մասին, որ մեր Սուրբ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը կայանում էր եւ ըստ երևույթի կայանում է օտար երկրա հատուկ գործակալությունների իբր գործակալ եւ դրա ապացույցը որոշ չափով հրապարակվեց։ Գիտեք, իմ համար անձամբ, եթե իմ կոնկրետ կարծիքը հարցնեք, ես կասեի, որ ինձ այդ փաստաթուղթը ոչ մի նոր բան չասեց։ Ինչպես եւ չի ասի, եթե հրապարակվեն ապագայում բազմաթիվ ուրիշ փաստաթղթեր, տարբեր ուրիշ մարդկանց վրա, թե որոնք որ դե յուրե ներկայացնում են հայ առաքելական եկեղեցին, թե այն մարդկանց, որոնք որ ներկայացնում են տարբեր քաղաքական թեմեր, որոնք որ այսօր այն թվում նստած են խորհրդարանում։ Իմ համար դա նորություն չի լինի, քանի որ ես միշտ դատել եմ եւ դատում եմ, ասենք, այն ոչ թե այն փաստաթղթերով, որը ինձ կներկայացնեն կամ չեն ներկայացնի, դա փաստաթուղթը ամենը թղթի կտոր է, այլ այն գործարքներով, այն գործողություններով, այն պահվածքով, որով որ այդ մարդիկ ուղղորդվել են վերջին, չգիտեմ, տասնամյակների ընթացքում։ Եվ իմ համար առանց որևիցե փաստաթղթի ակամա պարզապես պարզ է, որ այդ մարդիկ աշխատել են իդեմ Հայաստանի պետականությանը, իդեմ Հայաստանի ժողովրդավարությանը եւ ի օգուտ Ռուսաստանի հատուկ գործականությունների եւ Ռուսաստանի ղեկավարությանը, տենց ասեմ, Կրեմլին, ոնց ուզում եք հասկացեք, եւ իմ համար կոնկրետ դա այդ փաստաթուղթը կոնկրետ ոչ մի բան չի ասում։ Իմ համար խոսում է այն փաստերը, որոնք որ մենք կարողացել ենք արձանագրել այս տարիների ընթացքում, սկսած նրանից, որ թե Կտրիչ Ներսիսյանը բազում անգամ փորձեր է կատարել եւ կոչեր է արել տարբեր տեսակի, որոնք որ փաստորեն հակա ժողովրդավարական էին, թե նույն Եզրաս արքիեպիսկոպոսը, որը որ լավ հիշում ենք պատերազմի օրերին, երբ երիտասարդներ էին հավաքվել իր եկեղեցու բակում եւ պարզապես քննարկում էին, թե իրենց հայրենիքում պատերազմ են գնում, ինչ քննարկումներ էր գնում այդ երիտասարդների վրա, ինքը պարզապես կանչեց, զանգահարեց եւ օմոն հրավիրեց։ Այդ օմոնը եկավ, այդ երիտասարդներին հավաքեց, տարավ, գործեր հարուցվեցին եւ այլն եւ այլն։ Դա ինչ է։ Դա գործակալի աշխատանք է, որը որ ինքը կատարել է։ Եվ ուրիշ ոչ մի տպավորություն եւ ոչ մի եզրակացություն իմ մոտ ամենայն դեպս չի ստեղծվել
բացի նրանից, որ այդ մարդը պարզապես աշխատում է մեր սեփական ժողովրդի դեմ, մեր շահերի դեմ, մեր ժողովրդավարության դեմ, մեր հնարավոր ապագայի դեմ, մեր երկրի ապագայի դեմ։ Ինքը ուղղորդվել է իր սեփական ինչ-որ մտառումներով, որոնք որ հիմնվել են այն հանձնարարականներով, որոնք որ իրեն իջեցվել են վերևից, այսինքն իր գործակալությունից, որ ինչ-որ ուղղություններ է ցույց տալի, ինչ է պետք անել, ոնց է պետք անել։ Մենք բոլորս տեսանք, որ Հայաստանում վերջին տարիների ընթացքում քանի անգամ եկեղեցականները ըմբոստացան, փորձեցին հրահրումներ ստեղծեն Հայաստանում, մոտենում ենք այդ հետևանքները, իրենցից որոշ ներկայացուցիչները արդեն բանտերում են եւ բնականաբար հերքում են իրենց որևիցե ինչ-որ տենց բաների մեջ մասնակցությունը, բայց այնուամենայնիվ փաստերը խոսում են ուրիշի մասին։ Փաստերը խոսում են նրա մասին, որ իրենք կոչերով էին հանդես գալիս, հակապետական իրենք փորձում էին Հայաստանում հեղաշրջում ստեղծեին, իրենք փորձում էին հրաժարություններ ստեղծեին, իրենք նույնիսկ խաղաղ բնակիչների վրա են ուզում ձեռք բարձրացրածին։ Այդ ամենը դրա մասին է խոսում։ Հիմա այդ փաստաթուղթը հրապարակվեց, թե չհրապարակվեց, հենց դրանից ոչ մի բան չի ավելանա ու չի պակասի։ Մենք այն ինչ-որ գիտենք, մենք գիտենք։ Այսինքն կարող ենք հետևություն անել, որ քաղաքական եւ հանրային, այդ թվում եւ եկեղեցական այն շրջանակները, որոնք պաշտպանում են եւ այստեղ ոչ մի տարօրինակ բան չեն տեսնում նախ այդ փաստի կապակցությամբ, երկրորդը ձեր հիշատակած օրինակների կապակցությամբ, ապա մենք գործ ունենք նաեւ շատ բացահայտ ինքնալյուստրացիայի հետ։ Թե որոշ մարդկանց համար, որոնք որ պարզապես թափ գիտակցում են, թե ինչ է տեղի ունենում, դա իհարկե իրանց կողմից ինքնալյուստրացիա է։ Կա որոշակի մի զանգված մարդկանց, որոնք որ ինչ-ինչ պատճառներից ելնելով, թե զբաղվածությամբ նույն գործակալական համակարգում, թե ինչ-որ հանձնական շահերից ելնելով, թե պարզապես խաբված չոր զանգվածի մեջ մտնող մասսայի, հա, այդ մարդիկ իրենց փորձում են սատարել, բայց նորմալ իտակից, նորմալ դրամաբանությամբ տիրապետող մարդը ինքը ակնհայտ տեսնում է։ Ինքը տեսնում է, որ դա կոնկրետ մի խմբակ է, որը որ գործում է Հայաստանի ներսում եւ փորձում է գործ ունի ինքը արդեն քաղաքականության մեջ եւ այստեղ նույնիսկ եկեղեցին հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները կներեք ոչ թե եկեղեցին, այլ ներկայացուցիչները, այն մարդիկ ավելի ճիշտ ասած, որոնք որ իրենց դիրքավորում են իբրև այդ մեր եկեղեցու ներկայացուցիչներ։ Իրենք փորձում են իրենց քիթը խոթել եւ քաղաքականության մեջ եւ ինչ որ տարբեր ուրիշ process-ների մեջ, որոնք որ իրենց այսպես ասած յուրիսդիկցիայի մեջ ընդհանրապես չեն մտնում։ Ըստ իրենց կանոնագրքի, ըստ Հայաստանի կանոնադրության, հա, եւ իրենք այսօր փորձում են ինչ որ ձև այդ դիրքերը չթողնելով, ես կասեի նույնիսկ կենաց մահու պատերազմ են հայտարարել եւ իրենք հասկանում են, որ եթե իրենք պարտվեն, այսինքն եթե իրենք թողնեն իրենց զբաղեցրած պաշտոնները եկեղեցում եւ հեռանան, ապա կբացահայտվեն ոչ թե ինչ որ փոքրիկ թղթիկներ, որի վրա գրած է, որ ինչ որ կոնկրետ մարդ է գործակալը կամ գործակալ չի։ Ես համոզված եմ, որ կբացահայտվեն ավելի խելացուցիչ եւ ավելի խորը խնդիրներ, որոնք որ կուտակվել են եւ ստեղծվել են այդ մարդկանց կողմից տարիների ընթացքում։ Եվ այդ բանը սթափ գիտակցելով իրենք մինչև վերջ, ես համոզված եմ, մինչև վերջ գնալու են։ Քանի որ հասկանում են, որ թողնելով գահը Կտրիչ Ներսիսյանն է եւ հեռանալով որոշ ժամանակ հետո իր դեմ լրիվ արդարացված կերպով կհարուցվեն բազմաթիվ քրեական գործեր եւ ինքը չի կարողանա վայելել այն հանգիստը, որի մասին հիմա խոսում են։
տարբեր մարդիկ, հա, որ ինքը կանցնի հանգստի եւ չէ, հանգիստ չի լինի իր համար։ Եվ ինքը դա շատ լավ դիտակցում է։ Ինքը եւ իր այն մտերիմները նշանակված իր կողմից, որոնք որ այսօր ինչպես բոլորս տեսնում ենք, պայքարում են պետության դեմ։ Այն պետության, այն կառավարության, հենց ասեմ, այն իշխանության, որը որ ընտրվել է, լավն էր թե վատն էր, հիմա հարցը դրանում չի, բայց ընտրվել է ժողովրդի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից։ Եվ իրենք այսօր պայքարում են այդ իշխանության դեմ։ Իրենք պայքարում են այն համակարգի դեմ, որը որ այսօր գործում է Հայաստանում։ Սկսած նրանից, երբ Կտրիչ Ներսիսյանը կոչերով հանդես եկավ, որ երկրի ուրեմն կառավարությունը հրաժարական տա, դա ինչ է։ Դու ինչ իրավունք ուներ ընդհանրապես հոգևորականը նման կոչով հանդես գալ։ Այն պարագայում էլի եմ կրկնում, որ այդ կառավարությունը ընտրվել է թափանցիկ ընտրությունների միջոցով ժողովրդի կողմից։ Եվ այդ մարդիկ այսօր իրենք սպառնալիք են Հայաստանի համար, մեր ժողովրդի համար, մեր ժողովրդավարության համար։ Այն երիտասարդ ժողովրդավարության, որը որ հազիվ Հայաստանում հիմա ինչ-որ ձևով ստեղծվել է։ Եվ ոչ միայն խոսքս եկեղեցի ներկայացնող, իբրև ներկայացնող անձանց մասին է, այլ տարբեր ինչ-որ քաղաքական թեմերի, որոնք որ իրենց պատմության ընթացքում, համենայն դեպս վերջինս 7-8 տարվա ընթացքում քարոզել են այն թեզը, որ Հայաստանը պետք է փաստորեն միանա ինչ-որ Ռուսաստանին, որոնք որ Հայաստանից փորձում էին Թաթարստան սարքել, որոնք որ Հայաստանը ուղարկում էին Ռուսաստանի եւ Բելարուսի հետ միութենական պետության կազմ։ Այն երկրների հետ, որտեղ որ ղեկավարությունը վերջին 25 տարվա մեջ չի փոխվել, որտեղ որ ոչ մի խոսքի ազատություն, ոչ մի ժողովրդավարության մասին խոսք անգամ չկա։ Եվ այդ մարդիկ այսօր օգտագործելով ժողովրդավարական լծակները փորձում են գալ իշխանությանը, որպեսզի մեկ ընդմիշտ տապալեն ժողովրդավարական համակարգը Հայաստանում։ Եվ այլևս էլ թույլ չտան, սարքեն Հայաստանից Հյուսիսային Կորեա, Ռուսաստան, այսօր Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի ոչ մի բանով չի զիջում իր քաղաքական մոտեցումներով։ Եվ այդ սպառնալիքը մեր վրա բոլորիս վրա կախված է։ Եվ ինչքան շուտ մենք բոլորս եւ հատկապես այսօրվա իշխանությունը դա գիտակցի եւ գործի իրենց դեմ ոչ թե ինչ որ փաստաթղթերով, որոնք որ հրապարակվել են կամ ինչ որ մեղմ շատ գործիքակազմով, այլ բավականին կոշտ է պետք գործել։ Այդ մարդիկ վտանգ են, սպառնալիք են, այդ քաղաքական ուժերը սպառնալիք են մեր սերունդների ապագայի համար, տենց ասեմ։ Պարոն Առաքելյան, նաև դոժներ հրապարակումներ արել արդեն համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի վերաբերյալ, ներկայացնելով նրա շքեղ, շվայտ կյանքը, իշխանությունների հետ փոխկապակցվածությունը, պնդումը նաև այն, որ նա եւս կին ունի, հավանաբար երեխաներ ունի, ու այսպես շարունակ աջակցում է պատերազմին եւ այլն, օրհնում ու հազար ու այդպիսի բաներ, այսինքն որոշակիորեն կան նաև նմանություններ այն հարցերի շուրջ, ինչ մենք ենք քննարկում մեր այսպես ասած ներհայաստանյան եկեղեցական խնդիրների կամ դրա դերակատարների վերաբերյալ, բայց այստեղ կա մի ընդգծված տարբերություն, եւ այս տարբերությունը ես չեմ ասում, որ մեզ համար օրինակելի է կամ լավն է, այնուամենայնիվ, որակով է, անորակ է, սխալ է, ճիշտ է, ազատ չէ, ժողովրդավար է, թե բռնապետական է, ագրեսոր է, թե ոչ, այնուամենայնիվ այդ եկեղեցին ռուսականի մասին է խոսքը։ Պաշտպանում է Ռուսաստանի պետության այսօրվա հանրահռչակած շահերը։ Որովհետև Ռուսաստանի պետությունը եւ Ռուսաստանի կառավարությունը եւ ռուսական եկեղեցին դա այն օղակներն են, որոնք որ ստեղծված են եղել
մի գործակալության կողմից, որի անունն էր KGB, իսկ հիմա վերանվալվել է, բայց իր իմաստը չի կորցրել, դարձել է FSB, եւ եթե այսօր մենք դիտարկենք, թե ովքեր են, ասենք, ներկայացուցիչները, հա, քաղաքական էլիտայի Ռուսաստանի, դա նախկին KGB-ի աշխատակիցներն են, սկսած երկրի նախագահից եւ վերջացրած իր մտերիմներով, եւ կան նաեւ տարբեր տեսակի ինչ-որ ինֆորմացիաներ, հա, նաեւ ինսայդերական, որ նույն Կիրիլը, պատրիարխը, ինքը, ես դրա մեջ ճիշտ ասած անձնապես ես չեմ էլ կասկածում, որ Կիրիլն էր ինքը գործակալության աշխատակից եղել եւ մինչ օրս էլ կա եւ այստեղ խոսքը եթե գնում է ասենք նրա մասին որ ինքը ամուսնացած է երեխաներ ունի Աստված իրանց հետ դա ընդհանրապես խոսում է նրա մասին որ իրանք այն հավատքի եւ այն միսիայի ներկայացուցիչները չեն եւ այն մարդիկ որոնք որ այդ կուսակրոնության իրենց խախտում են կուսակրոնությունը այդ մարդիկ բարձրապես խոսում են նրանցի որ իրենք հավատացան չեն հա որ իրենք մեղքեր են գործել եւ այլն հարցը նա Աստված իրանց հետ էլ եմ ասում բայց այստեղ խոսքը գնում է արդեն նրա մասին որ այդ մարդիկ իրենք հակա ժողովրդական են իրենք գործում են իդեմ իրենց սեփական ժողովուրդների մենք տեսնում ենք հա որ դե ես Հայաստանը հիմա Ռուսաստանում ինչ է կատարվում այդ երկիրը շատ արագ քայլերով գնում է դեպի կործանում այն պատերազմը որը որ իրենք հրահրեցին այն համակարգը տոտալիտար որը որ այսօր գործում է Ռուսաստանում դա ապացուցված բան է Ռուսաստանի պատմությունը բավական է նայել հա վերջին 100 տարվա ընթացքում մենք կտեսնենք բազմաթիվ անգամ ոնց է այդ նույն սկավառակը մի քանի անգամ պատտվել Եվ ամեն անգամ ինքը շատ վատ է վերջացել ու իրենք հիմա այսօր նորից դարձյալ տանում են իրենց ժողովուրդը, իրենց երկիրը, այն անդունդը, որի մեջ մի քանի անգամ իրանք արդեն ընկել են։ Եվ այն խնդիրները, որոնք որ հիմա արդիանում են եւ եթե նայենք նույն տնտեսագիտական տեսակետից, հա, բազմաթիվ համաշխարհային շատ հայտնի տնտեսագետներ, մասնագետներ, որոնք լուրջ կանխագուշակներ են արել, կանխագուշակումներ են արել, որոնք որ հիմնված են ինչ-որ հաշվարկումների վրա, հա, իրենք այսօր մի ձայնով խոսում են նրա մասին, որ Ռուսաստանը շատ կարճ կյանք է մնացել։ Այն կայսրության մնացորդները, որոնք որ այսօր Ռուսաստանում կան, դա փլուզման շեմի վրա են գտնվում եւ ընդհանրապես մի քանի տարվա ընթացքում այդ երկիրը շատ լուրջ խնդիրների մեջ է ընկնելու շնորհիվ այն քաղաքականությանը որը որ հիմա տիրում է Ռուսաստանում եւ տիրել է այս վերջի 25 տարվա ընթացքում եւ նույն սցենարը ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ Հայաստանի համար քանի որ մենք ի տարբերություն Ռուսաստանի կորցնելու էլ երկիր չունենք մենք այն ռեսուրսները չունենք ինչ որ ունի Ռուսաստանը հա Ռուսաստանը այսօր կարող է չգիտեմ մնա առանց Չուկոտկայի կամ առանց Խանտամանսիսկի իսկ մենք արդեն այդ մենք չունենք այդ հնարավորությունները մենք ունենք շատ փոքր մնացած երկիր, որը որ պետք է ամեն կերպ պահենք ու հեչ չի պետք է պահենք։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ երկիրը պաշտպանված լինի բոլոր տեսակետներից, ռազմականից սկսած տնտեսականով վերջացրած։ Եվ այդ քայլերի համար մենք պետք է որոշ որոշումներ ընդունենք, կամք արտահայտենք։ Եթե այդ կամքը մենք այսօր չարտահայտենք, եթե մենք չկարողանանք պաշտպանենք մեր Էլ եմ ասում, շատ երիտասարդ եւ շատ փխրուն վիճակում գտնվող ժողովրդավարությունը մենք կկործանվենք։ Մեզ կկլանեն, մեզ կկործանեն եւ դրա ախորժակ պահողները մեր շուրջ բավականին շատ են։ Շնորհակալ եմ, պարոն Առաքելյան։ Ես էլ շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանն էր։ Մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։